Բարի կեսօր հարգելի հետևորդներ, ժամի կարևոր նորություններով եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում Ռուսաստանի Դաշնության դեսպանին կանչել են Հայաստանի արտաքին գործերի նախարարություն։ Բաքվում քննարկել են Թրամփի ուղի նախագիծը, ԱՄՆ-ից ժամանած պատվիրակությունը կժամանի արդյոք Հայաստան։ Անհապաղ հեռանալ Իրանից, ԱՄՆ-ն կոչով դիմել է իր քաղաքացիներին։ Թեհրանում կրքերը չեն հանդարտվում, ինչ տեղեկություններ կան այնտեղ ապրող մեր գրեթե 100,000 հայրենակիցների մասին։ 9 ժամ անց Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ըստ արտաքին գործերի նախարարության այցի ընթացքում կողմերը կքննարկեն TRIP նախագծի իրականացման հնարավորությունները, որից հետո համատեղ հայտարարություն կանեն։ Արարատ Միրզոյանի Վաշինգտոն մեկնելուն նախորդել է Բաքվում անցկացված քննարկումները, որտեղ ամերիկյան պատվիրակությունը անդրադարձել է Թրամփի ուղի նախագծի իրագործման հեռանկարներին։ Ընդունել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Քննարկումների առանցքում եղել են էներգետիկայի, առևտրի եւ տարածաշրջանային հաղորդակցությունների հարցերը։ Ի դեպ, դեռ տեղեկություն չկա, այս նույն պատվիրակությունը ժամանելու է Հայաստան Թրամփի ուղի նախագիծը քննարկելու համար, թե ոչ։ Այս զարգացումների ֆոնին նկատվում է նաև լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին կանչել են արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հանձնել են բողոքի հայտագիր։ Պատճառը ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սալավյովի հայտարարություններն են, որոնք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում գնահատվել են որպես երկրի ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն եւ թշնամական դրսևորում։ Սալավյովը իր հաղորդման ընթացքում հայտարարել է, թե Հայաստանը կորցնելը չի բխում Ռուսաստանի շահերից, եւ Ռուսաստանը միայն Ուկրաինայում չէ, որ պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի, այլ նաեւ Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում, անտեսելով միջազգային իրավունքը։ Այս հայտարարությունը խոր վրդովմունք է առաջացրել Երևանում։ Շվեյցարիայի հայ համայնքում լարվածությունը հասել է գագաթնակետին։ Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարչապետի հայտարարություններից հետո։ Վերջինս աջակցություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած այսպես կոչված բարենորոգման գործընթացին, ինչը դժգոհություն է առաջացրել համայնքում։ Ինչ է կատարվում Շվեյցարիայի հայ համայնքում, ներկայացնում է Սեդա Մակարյանը։ Գրեթե դատարկ եկեղեցում է պատարակ մատուցում Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարչապետը։ Շվեյցարիայի միակ հայկական եկեղեցում վերջին պատարակն առանց հավատացյալների է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնելուց հետո սրվել են համայնքի ու թեմի առաջնորդի առանց այդ էլ լարված հարաբերությունները։ Եկեղեցու դեմ արված հայտարարությունը քննադատել է նաև եկեղեցու ծխական խորհրդի ատենապետը, որից հետո Գուսան վարչապետը որոշել է լուծարել այն, պատճառաբանելով, թե եկեղեցում պատարակներ չեն մատուցվում։ Որպես Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, հայ եկեղեցու կանոնների համաձայն ինձ լիազորված իշխանությամբ պաշտոնապես տեղեկացնում եմ, որ 2026 թվականի հունվարի 7-ից սկսած լուծարված եք։ Ինչպես նախորդ տարիներին, անցյալ 2025 թվականին եւս մեկ անգամ իսկ ծխական խորհրդի ժողով չեք գումարել, իսկ 7 ամիս է արդեն մեկ պատարակ չեք կազմակերպել հակառակ մեր բոլոր հորդորներին, բարոյական եւ նյութական օգնության։ Ի պատասխան վարչապետի որոշմանը հայկական եկեղեցու ծխական խորհուրդը պատասխան գրություն է ուղարկել։ Գրության բովանդակությունից պարզվում է, որ վարչապետը համայնքում ընդունելի չի եղել վաղուց։ Ծայրագույն վարչապետ Գուսան Ալճանյան, դուք պատճառաբանում եք, որ տևական ժամանակ սուրբ պատարակ չեք հրավիրել։ Այո, ճիշտ եք, տևական ժամանակ, որովհետև արդեն նկատել էինք ձեր տարօրինակ վարքագիծը, ինչը բացահայտեցիք վերջերս եւ հաստատեցիք նաեւ Պետրոս Ղազարյանի մոտ։ Սկզբից մինչև վերջ զբաղված էի կեղծիկ ու զրպարտանք տարածելով, որը ոչ մի կերպ հարիր չէ բարոյական որևէ մեկին, առավել եւս բարձրաստիճան հոգևորականին։ Անսահման ամոթ զգացինք, որ մեր ծխի հոգևոր դասյարակությունը կուրորեն վստահել ենք ձեզ։
Ըստ գրության թեմի առաջնորդի տեղապահն ամեն պատարակի համար 100 եվրո է պահանջել, չնայած կայուն աշխատավարձ ու փոխադրամիջոց է ունեցել։ Շվեյցարիայի հայ համայնքը տևական ժամանակ դժգոհելով գուսանվարդապետից նրա դեմ ստորագրահավաք է կազմակերպել եւ ուղարկել է մայրաթոր վեհափառին։ Մենք լինելով նորաստեղծ ծուխ, փոքր ու սահմանափակ ֆինանսական միջոցներով հնարավորինս ջանացել ենք հրավիրել պատարակներ, հոգացել վարձակալվող եկեղեցու եւ ձեր ծառայության ծախսերը։ Ավելին, ակտիվորեն աշխատել ենք հանուն մեր ազգային հոգեվոր արժեքների պահպանման։ Հենց սրա համար էր, որ ընդդիմացանք շվեյցարահայության ձեզ ծառայությունից հեռացնելու պահանջին, նամակով խնդրեցինք ամենայն հայոց վեհապառին, որ մի հնարավորություն եւս տրվի ձեզ ծառայելու։ Նա էլ ընդառաջելով մեր թախանձանքին իր աստվածային մեծահոգությամբ ու հայրապետական ներողամտությամբ, չնայած ձեր բազմաթիվ սխալներին ու թերություններին, հնարավորություն տվեց ծառայությունը շարունակելու, նաև շտկվելու, կատարելագործվելու, դառնալու իսկական հոգևորական։ Եթե պետք է եկեղեցին բարենորոգվի, հայ հոգևորականի կերպարն էլ վերականգնվի, ապա նախ պետք է ազատվել հենց նրա տեսակից։ Մեծ հետ զրույցում այսպես նկարագրեցին Գուսան վարդապետին Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչները։ Ներկայանալ չցանկացան, ասացին համայնքում նոր սեփ խրել չեն ցանկանում։ Բայց զգուշացնում են, վարդապետի նպատակը նեղանձնական է, արդեն քանի տարի ջանք չի խնայում, միայն թե եպիսկոպոս ձեռնադրվի։ Հայկական եկեղեցում պատարակներ դեռ կլինեն, ասում են եկեղեցու ներկայացուցիչները։ Խոստանում են, նվիրատվությունները կծառայեն հավատավոր համայնքի ներկայացուցիչներին, բայց նախ անհրաժեշտ է նոր առաջնորդ ունենալ։ Իսկ մինչ վեհափառը որոշում կկայացնի թեմի առաջնորդական տեղապահի փոփոխության մասին, եկեղեցու հոգևորականները որոշել են պատարակ կմատուցեն միայն նրա հեռանալուց հետո։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Եվ մինչ Շվեյցարիայում հայկական համայնքը փորձում է կարգավորել ներքին տարաձայնությունները, վերաքնիչ քրեական դատարանը մերժել է Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը, կալանքը վերացնելու վերաբերյալ։ Սրբազանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Բայց սա միակ դեպքը չէ։ Վերջին տարիներին Հայաստանում կալանքի կիրառման պրակտիկան, հատկապես քաղաքական գործերի պարագայում կրկնապատկվել է։ Դատարանները հաճախ ընտրում են կալանքը որպես նախընտրելի միջոց, անգամ այն պարագայում, երբ օրենքը նախատեսում է այլընտրանքներ։ Ինչպես են դատարանները հիմնավորում իրենց որոշումները եւ ինչ ռիսկերի մասին են խոսում իրավապաշտպանները, Սեդա Գյուրեղյանն է ներկայացնում։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արշակ arczepiskopos Խաչատրյանի կալանքի դեմ ներկայացված բողոքը։ Դատավոր Վարչե Մարգարյանի նախագահությամբ դատարանը որոշեց Արշակ Սրբազանը կմնա կալանքի տակ։ Սա մեկ գործ է, բայց արդյոք մեկ դեպք է։ «2018 թվականի համեմատ 2025-ին Հայաստանում կալանքի միջնորդությունների թիվը կրկնապատկվել է։ Չնայած օրենքով նախատեսված այլընտրանքներին, տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ, կալանքը շարունակում է մնալ դատարանների նախընտրելի գործիքը։ Արշակ Սրբազանի գործով փաստաբան Արսեն Բաբայանը սա պատահականություն չի համարում։ Եթե սովորական կալանքների դեպքում, սովորական ասելով նկատի ունեմ սովորական գործերով կալանքների դեպքում, մի քիչ հնարավոր է իրավաբանությունից խոսել, իրավունքներից խոսել, ապա քաղաքական կալանքների կամ քաղաքական հետապնդումների դեպքում իրավաբանությունը որևէ տեղ չունի։ Բաբայանի պնդմամբ կալանքը քաղաքական հետապնդումների դեպքում կիրառվում է որպես պատիժ, այլ ոչ թե որպես խափանման միջոց։ Մինչդեռ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է. կալանքը պետք է լինի խափանման վերջին միջոցը։ Եթե կան այլընտրանքներ, դատարանը պարտավոր է դրանք քննարկել։ Փաստաբանները պնդում են, օրենքը մնում է թղթի վրա։ Վստահորեն կարող եմ ասել, որ այս չափորոշիչները խստորեն չեն պահպանվում դատարանների կողմից եւ մենք արդյունքում ունենք կալանքների կիրառման այնպիսի ցուցանիշներ, որոնք հակասում են մարդու իրավունքներին, մասնավորապես անձնական ազատության իրավունքին։ Քաղաքական գործերով կալանքի երկարաձգման դեպքում փաստաբան Արսեն Բաբայանի պնդմամբ հստակեցված չեն նաև պահանջները։ Մինչդեռ ՄԻԵԴ-ը սահմանում է կալանքի երկարաձգման դեպքում պարտադիր է փաստերով հիմնավորումը։ Հունվարի 9-ին Բաբայանը ներկա է եղել «Իմ նեմն իմի» փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանի դատական նիստին։ 2 ժամվա ընթացքում խոսեց դատախազը, խոսեց Մելիքյան Ռուբենը, խոսեցի ես, խոսեց Նարեկը Սամսոնյան, խոսեց 2 ժամ դատավորը չընդհատեց։ Այսպես թույլ տվեց, մենք ամբողջությամբ ներկայացրեցինք մանրամասնությամբ։ Այդ ամեն ինչը երբ որ ավարտվեց,
Եթե եղել եք նիստին հետևել եք, հիմա կհիշեք, դատավորն ասաց հետևյալը. լսելով կողմերին, դատարանը որոշեց 3 ամսով երկարաձգել։ Վերջ, չկա պատճառաբանություն հիմնավորում։ Դատարանները կալանքը կիրառելու դեպքում հիմնավորման մեջ պետք է հստակ սահմանեն այն ռիսկերը, որոնք առաջանում են այլ խափանման միջոց կիրառելու դեպքում, պնդում է միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ Անգամ երբ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված է, դատարանները պետք է կարողանան փաստերի, ապացույցների հիման վրա հիմնավորել ռիսկեր։ Դատարանները իրականացնում են վերացական գնահատում։ Օրինակ ասում են մեծ է հանցանք կատարելու հավանականությունը, բայց հավանականությունը գնահատելու համար ինչ փաստական տվյալներ են առկա, որոնց վրա հիմնվում է դատարանը, դրանք պարզապես բացակայում են։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը տվյալներ է հրապարակել, ըստ որի այս տարի դատապարտյալների թիվը 24-ով ավելի է, քան կալանավորներինը, ինչը վերջին 5 տարիների ամենալավ ցուցանիշն է։ Վերջին 5 տարիների համար պատմական ցուցանիշ ենք գրանցել դատապարտվածների եւ կալանավորվածների հարաբերակցության մասով։ Այսօրվա դրությամբ մենք 24 հոգով ավել դատապարտյալ ունենք, քան կալանավոր անձ։ Սակայն ընդհանուր կտրվածքով կալանքը որպես միջնորդություն կիրառելու դեպքերը շարունակում են աճել։ Երբ կալանքը օրենքով սահմանվում է որպես վերջին միջոց, բայց գործնականում դառնում է առաջին ընտրությունը, հարցը դուրս է գալիս մեկ գործի շրջանակներից։ Մասնագետների պնդմամբ կալանքը մեր երկրում քաղբանտարկյալների համար կիրառման այլ կանոններ ունի, եւ որքան հաճախ այն կիրառվում է առանց հստակ հիմնավորման, այնքան ավելի բարդ է դառնում պատասխանել մի պարզ հարցի. կալանքը խափանման միջոց է, թե դատավճռի փոխարինում։ Սեդակ Յուրեղյան, Նորայր Հակոբյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը։ Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս երկիրը լքել Հայաստանի կամ Թուրքիայի ճանապարհներով։ Աշխատեք ցույց չտալ ձեր ամերիկյան անձնագիրը կամ ասել, որ ամերիկացի եք, դա կարող է վտանգավոր լինել եւ նույնիսկ ձերբակալության պատճառ դառնալ, նշված է հայտարարության մեջ։ Իրանում օրորի վիճակն ավելի է թեժանում։ Տեղական աղբյուրները հայտնում են, որ զոհերի թիվն այնքան մեծ է, որ դիերը տեղափոխվում են բեռնատարներով։ Լեփ-լեցուն են նաև հիվանդանոցներն ու դիահերձարանները։ Ավելի լավ պատկերացնելու համար նշեմ, որ Թեհրանի մերձակայքում նկարահանված տեսանյութերից մեկում BBC-ն ֆիքսել է մոտ 180 դի, որոնց մի մասը սև պարկերի մեջ դրված են բաց երկնքի տակ։ Թեհրանը կոշտ է արձագանքել Վաշինգտոնի հնարավոր գործողություններին։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քայլեր ձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ, ապա անմոռանալի դաս կստանա։ Ղալիբաֆի խոսքով Իրանը պատրաստ է պաշտպանել իրեն եւ պատասխանել ցանկացած սպառնալիքի։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադառնալով վերջին զարգացումներին նշել է, որ Իրան-ԱՄՆ հարաբերություններում ռազմական բախման սցենարը շրջանցելու հնարավորությունը դեռևս թույլ է, սակայն որոշ հույսեր արդեն նկատելի են։ Այսօր բանակցությունների հնարավորության մասին հանրային դաշտում խոսել է նաև Իրանի արտգործնախարարը, նշելով, որ երկիրը պատրաստ է թե բանակցության, թե պատերազմի։ Առավել ուշագրավ էր սակայն Իրանի ԱԳՆ խոսնակի պարզաբանումն այն մասին, որ դեռևս արկա են առողջի վիթքով ուղիղ հաղորդակցության խողովակը, որը սակայն կարծես թե չի օգտագործվել։ Այս ամենին զուգահեռ միջնորդական առաքելության հարցում Օմանի հետ որոշակի մրցակցություն է նկատվում Եգիպտոսի, Իրաքի եւ Թուրքիայի կողմից։ Նման չափազանց բարդ իրավիճակները ռիսկերին զուգահեռ նաև հնարավորության այն պատուհաններից են, որով Հայաստանը կարող է փորձել սպասարկել իր ազգային շահը, որից ամենևին չի բխում ԱՄՆ-Իրան ռազմական բախումը, թեկուզ չերևացող դիվանագիտության հատվածում հանդես գալով միջնորդական առաքելությամբ, ինչի հաջողության դեպքում Երևանը կարող է նշանակալիորեն բարելավել եւ անհամեմատ ամրապնդել իր աշխարհակաղակական դիրքերը։ Այս ամենի ֆոնին ինչ տեղեկություններ կան Իրանում ապրող մեր գրեթե 100,000 հայրենակիցների մասին։ Ըստ Հայաստանի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարայ Սինանյանի, ինտերնետի անջատման պատճառով անցած շաբաթվա վերջից հնարավոր չի եղել կապ հաստատել նրանց հետ։
Չորեքշաբթի Գրենլանդիայի ապագային նվիրված բանակցություններ տեղի կունենան։ Վաշինգտոն են մեկնելու Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարները։ Դանիական աղբյուրների տեղեկություններով նրանք Վաշինգտոնում հանդիպելու են Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է իմ գործընկեր Անի Աբաղյանը։ Իրանում տիրող վիճակը ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների լարված եւ անկայուն է։ Մինչդեռ падգամավորները եւ պաշտոնական աղբյուրները հայտնում են, վիճակը վերահսկվում է, համեմատաբար հանդարտ ու հանգիստ է։ Իրանում շարունակում են խափանված մնալ կապի միջոցները, բայց որոշ շրջաններում քաղաքացիները դեռ կարողանում են օգտվել Starlink արբանյակային ինտերնետից։ Իրանի հետ բիզնես վարող ցանկացած երկիր Միացյալ Նահանգների հետ առևտրում կբախվի 25% մաքսատուրքի, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Չինաստանն արձագանքելով Թրամփի հայտարարությանը նշել է դեմ է ցանկացած ապօրինի միակողմանի պատժամիջոցների։ Ռուսաստանի պետդումայի падգամավոր Միխայել Շերեմետը կոչ է արել միջազգային հետախուզում հայտարարել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի նկատմամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առևանգման մասին նոր հայտարարությունից հետո։ Խորհրդարանականը կոչ է արել հեռակա դատել բրիտանացի նախարարին իր հայտարարություններից հետո։ Հիշեցնենք, Հիլին հայտարարել է, որ դեմ չի լինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առևանգմանը, ինչպես դա տեղի ունեցավ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի դեպքում։ ՆԱՏՕ-ն Թուրքիային խնդրել է F-16 կործանիչներ տրամադրել Դաշինքի Բալթյան երկրների օդային հսկողության առաքելության համար մի քանի ամիս շուտ, հայտնում է Bloomberg-ը։ Անկարան խնդրանքի վերաբերյալ դեռևս որոշում չունի։ Ադրբեջանում պահեստազորից զինվորական ծառայության զորակոչված կամ պայմանագրով կամավոր զինվորական ծառայություն անցնող սպաների ծառայության ժամկետը խաղաղ ժամանակ կկրճատվի 6 ամսով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում ինչ վիճակ է հանրապետության ավտոճանապարհներին։ Ստաստիկ բքի եւ ցածր տեսանելիության պատճառով դժվար անցանելի է Թալին, Մաստարա, Լանջիկ, Գյումրի ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյանց Լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար։ Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Սիսյանի, Գորիսի եւ Աշոտսկի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Իսկ Վերին Լարսի անցակետն այս պահին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար։ ABC լուրերը թարմ նորություններով եթերում կլինի ժամը 15-ին։ Տաղավարում կաշխատի իմ գործընկեր Գառնի Մութավյանը։